Աղագեցեք դերոջը ով փոլոր երգիր, ծառայեցեք դերոջը ուրախությամբ, անոր արջև գեցեք ծնծությամբ, ջանցենք թե Եհովայի Աստված անիգա ստեղծեց մեզ ու ոչ թե մենք անոր ժողովուրդը ու անոր արոդին ոչխարներն ենք, մտեք անոր թրները քոհությամբ ու անոր սրահները օրհնությամբ, քոհացեք անգե օրհնեցեք անոր անունը, վասնզի դերը բարի է, անոր ողորմությունը հավիտյան է ու հավատարմությունը ասք է մինչև ասք։ Եկեք մեզի հավատարիմ եղող դերոջը մեր երկերը եւ փառապանությունները փարսացնենք երկելով 640-րդ երկը ուրախ սրտով գվաշտենք քեզ երկ 640 Ուրախ սրտով գվաշտենք քեզ Արած Աստված սիրոդեր, սրդեր փաթվին ծաղիկներ զեր, արջև արեկագին սեր, մեղած ամբեր թախից հալին, մութ կասկածներ անհետին, դվիչ երջանկության անցյալ, լեցուց լույսով մեզ անշեջ, ծերած գործերն աշխարհ համայն, քեզ բոլոր է փառապան, աստղեր հրեշտակ շուրջը տանցայն, գետրոն անվերջ օրհնության, Թաշտեր բուրակներ ներծորեր, նաշխում բարկեր ուզվածով, երկով թրջնից իծղունագեր, ոչտան մեզ ծնձալ կեզմով, ստեղծիչն ես և հավիչնալ, ավետ օրհնյալ և օրհնյալ, կյանքի խինքին ագնախբյուրն հար, հանգստավար մեր վերջին, հայր մեր Քրիստոս մեր մեծ եղբայր, սիրով ապրող թուգնի ռավ, սորվեցուր մեզ սիրել զիրար, վերցուր մեզ երկնի ցնցման, միացեք մեծ երջախումբին, առավոտյան աստղերուն, սիրո հայրնիրը վրա մեր գաբե եղբայրության սեր, հոն հարաճ երկով ծնծության, պայքարի մեջ աղտագան, Ռահվիրած երկն ուրախ երկնի, ծնծության երկարևի։ Մինչ ոտքի վրա ենք, կարդանք փոխասացապար 11-րդ ընթերցումը, ընթերցում 11 ապաշխարության վերնակրով։ Ողորմե ինձի ով Աստված, քու ողորմության համեմատ, քու արատ քդության համեմատ, չնչե իմ հանցանքներս։ Իմ անորում տրես բոլորովին զիս լվա, ու իմ մեղքես զիս սրբե։ Վասնզի ես կճանչնամ իմ հանցանքներս, ու իմ մեղքս միշտ իմ առջևս է։ Քեզի միայն քեզի դեմ մեղանչեցի, երկու աչքերում առջև չարություն ըրի, որբեսի արդարը լաս խոսքերուտ մեջ, ու անարատ լաս տադաստանի մեջ։ Ահա ես անօրենությունով ծնա, ու իմ մայրս մեղքով հղացավ զիս։ Ահա տուն ճշմարտություն ուզես երկամուտներու մեջ, ուզածուկ տեղը իմաստություն պիտի գիծնես ինձ։ Զոբայի մշտիկով մաքրեզիս, ու մաքուր ըլլամ, զիս լվա ությունեն ավելի ջերմակ ըլլամ։ Ծնծություն
Իմ մեղքերես երեսը ծածկե, ու բոլոր անօրենություններս չնչե։ Ով Աստված իմ մեջս մաքուր սիրտը ստեղծե, եւ իմ ներսիտիս ուղիղ հոգի նորոգե։ Զիս երեսետ մի ծքեր, ու քու սուրբ հոգետ ինձ մի հաներ, Ու բրգուճանը ցնծությունը ինձ ետ դարձու, ու կամավոր հոգինը թող հաստատեց ես։ ամբարիշներուն պիտի սորվեցնեմ քու ճամփաներդ, ու մեղավորները քեզի պիտի դառնան։ Ով Աստված իմ բրգուճանս Աստվածը, բրգեսիս արում յուտենետ, լեզուս ցնծությամբ պիտի խոսի ու արտարուճանը վրայով։ Ով դեր իմ շրթունքներս բաց, ու փերանս բատմե քու կովությունդ, Վասնզի զոհի չես հաջիր, որ զանուգա պատուցանեի, տուն ողջագեզի ար չես հատնիր։ Աստուծո զոհը գոդրած հոգին է, գոդրած ու խոնար սիրտը ով Աստված, թուն չես անարգեր։ Շնորհակալ ենք քեզ մեր երկնավոր Հայր, որ այսպիսի ներող, ընդունող, սիրող Հայր մունինք, այս առավոտ քեզի գուքան գովդեր, քանի որ մեր սրդերը գիտեն ով դեր քու ողորմությունդ եւ շնորհքդ, որ վայելած ենք, այն ողորմության, այն սիրուն, այն թողության, այն ընդունելության, այն մեծ շնորհք ցույց տվող մեր փրկչին դերոջը քալը մեզի համար մեծ ուրախություն մնե ով դեր փառք կտան քեզի այսօր համար օգնե մեզի որ մեր այս խոսքերը որ ասինք կարենանք ով դեր անոր յետև գնալ եւ ով դեր զանոն կորզատրել մեր կյանքերում մեջ օգնե մեզի որ քեզ սիրով ճշմարտությամբ եւ հոգիով քեզ բաշտենք այս արդու փառքիդ համար կխնդրենք Դեր Հիսուս ամեն Մեր նստած ներեն պիտի շարունակենք երգել նաեւ 180-րդ երգը Օրհնյալ երաշխիք իմս է Հիսուս երգ 180 Օրհնյալ երաշխիք իմս է Հիսուս Ո այս խորհուրդը ինչ քաղցր է հոգվույս Փրկության ժառանգ դերոջն եմ ես Իրարինով սրբված մեղքերես Պիտի պատմեմ ինչ շունչս վերջին ու երկեմ սերնան հոնիմ պրչին, բիդի պատմեմ ինչ շունչս վերջին, ու երկեմ սերնան հոնիմ պրչին. Իրնեմ ես անիմ դեր և արկա, գսկամ իր պարքը անցիս մեջ ներգա, Սուրբ ռեշտակներ կալով երգինքեն, շնորհացիրո երկը մրմնչեն. Պիտի պատմեմ ինչ շունչս վերջին, ու երկեմ սերնան հոնիմ պրչին, պիտի պատմեմ ինչ շունչս վերջին, ու երկեմ սերնան հոնիմ պրչին. Ալզիս հանցնած եմ անոր պազգած, ուժ երջանիկ եմ անվախ անգասկած, իր պարությամբ է լեցուն հոգիս, միակ իր սերը նյութ է երկիս. Պիտի պատմեմ ինչ շունչս վերջին, ու
ու երկեմ սերն հանուն պրճին, բիդի պատմեմ ինչ շունչս վերջին, ու երկեմ սերն հանուն պրճին։ Գողջունենք ձեզ Քրիստոսի բադվական անունով եւ բարի քալուս կմաղթենք ձեզ ամեն մեկում, որ եկած եք դերոջ տան մեջ զասված վաշտելու դերունական այս օրհնյալ առավոտյան մեջ։ Փառք ու դանք դերոջ, որ դարձյալ մեզ իր դունը կհավաքե եւ մեզի պետք եղած երանքը, ուրախությունը, ցնծությունը գուտա, որ փառավորենք մեր Փրկիչը, մեր Տերը, որպեսզի գարենանք մեր երախտագիտությունը, մեր շնորհակալությունը հայտնել իրեն, մեր վայելած բոլոր օրհնություններուն, բարքերներուն, շնորհներուն համար։ Ուրախ ենք, որ Տերը մեզ բահեց շաբաթը եւ դարձյալ իրեն դունը հավաքվելու ուրախությունը ունենք պաշտելու համար։ Ուրախ ենք հայտարարելով, որ հոգապարծությունը միասնապար ծրագիր ունին ցեզի ներկայացնելու եկեղեցուց հոգապարծությունը գծրակրե 5 սոնգի երեգոմը միասնապար զանազան երկեր երկելու եւ ընկերային հաջելի բահմը անցնելու համար, որը պիտի սկսենք սուրճի եւ այլ հյուրասիրություններով։ Թվականը պիտի լա շաբաթ նոյեմբեր 29-ը, այսինքն նոյեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը, ժամը երեկոյան ժամը 6-ին եւ վայրը արոյան սրահի մեջ։ Առաջնորդը պիտի լա մեր մեջ կորձող Բարոն Դիկրան Այնթապլյան։ Այսօր համար առաջվնե կդեղգացնենք ձեզի, որ խաչացևումներ չլա եւ բոլորս ներկայալանք եւ անոնք, որոնք լուրջ ունին, անոնց լուրդանք եւ ասիկա ուրեմն այս եղանակը, որ երթալով կբաղի եւ ծումերը կմոտենա, մենք դերոջ խոսքով, երանտով, անոր գրագով մենք մեզ դակցնենք եւ գարենանք դերոջը նույնիսկ քալուստը թիմավորել այդ երանտով, այդ խաթավարությամբ եւ այդ ցնծությամբ։ Ուրեմն այս բաները մեր միտք ունենանք եւ անոր համար պատրաստվենք, ինչպես նաեւ աղոթենք ալ։ Շնորհակալ ենք նվիրատվություններուն համար։ Աստծո խոսքեն պիտի գարտամ Մատթեոս ավետարանի 21-րդ գլխում 23-ին 32 համարները։ Մատթեոս 21 23-ին 32 համարները։ Երբ տաճարը եկավ, քահանայապետները եւ ժողովրդին ձերերը անոր մոտեցան, երբ կսորվեցներ ու ըսին. ինչ իշխանությունով գնես այդ բաները եւ ով դվավ քեզի այդ իշխանությունը։ Պատասխան տվավ Հիսուս ու ըսավ անոնց. ես ալ ցեզի բան հարցնեմ, եթե ինձի ըսեք, ես ալ ցեզի պիտի ըսեմ, թե ինչ իշխանությունով գնեմ այս բաները։ Հովհաննեսին մգրդությունը ուրգե էր, երկնքեն թե մարդոցմե։ Անոնք իրենց մեջ կխորհեին ու գսեին. եթե ըսենք երկինքեն, մեզի պիտի ըսե թե հավա ինչու չհավատացիք անոր։ Իսկ եթե ըսենք մարդոցմե, ժողովուրդեն կվախնանք, վասնզի բոլորն ալ Հովհաննեսը իբրև մարգարե կընդունին։ Պատասխանեցին Հիսուսին. չենք գիտեր։
Ինքը լսավ անոնց. Ես ալ ցեզի չեմ ասեր, թե ինչ իշխանությունով գնեմ այս բաները։ Ինչպես կերևնա ցեզի։ Մարդը երկու որդի ուներ։ Առաջինին ըսավ. Որդյակ, քնա այսօր այքիիս մեջ գործե։ Անիգա պատասխանեց. չեմ ուզեր երթալ, բայց ետքը զղջաց ու գնաց։ Հայրը մյուսին ալսավ, անիգա պատասխանեց. գերտամ դեր, սակայն չգնաց։ Հիմա այս երկուքեն որը իր հորը գամքը գադարեց, ըսին անոր, առաջինը։ Հիսուսը ասավ անոնց. ճշմարիտ կսեմ ցեզի, թե մաքսավորներն ու որնիկները ցեզմե առաջ պիտի մտնեն Աստուծո թագավորությունը։ Վասնզի Հովաննես արդարության ջամփով եկավ ցեզի, եւ դուք անոր չհավատացիք, բայց մաքսավորներն ու որնիկները անոր հավատացին, եւ դուք տեսաք, սակայն չուզեցիք հավատալ։ Թող Տերը օրհնե իր սուրբ խոսքին ընթերցումը։ Մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի։ Ով փառավորյալ Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, կքոհանանք քեզ մե այս արավոտ մեզի, որ մեզի անգամ եւս կյանք շնորհեցիր եւ այստեղ առաջնորդեցիր, որովհետեւ կարողանանք միապանությամբ այստեղ հավաքվել քեզի ճաշտելու, քեզի փառաբանելու, մեր աղոթքները քեզի բարձրացնելու եւ քու խոսքդ լսելու եւ մտի գնելու։ Որքան երախտաբար ենք ով դեր որդուն գշարունակես ամբողջ աշխարհի վրա եւ նաեւ մեր վրա քու բարիքներդ եւ շնորհքներդ արադորեն դալ։ Խնդրություն չես տներ ով դեր, այլ բոլորին գուտաս։ Ասիկա ցույց կուտա որդուն սիրող եւ բազումողորմ Աստված ես։ Որ գուզես որ բոլոր մարդկությունը քեզի դառնա։ Անոր համար գհրավիրես ով դեր ամեն օր։ Զանազան միջոցներով։ Մենք ալ մեջը լալով, որովհետեւ կարողանանք ով դեր քեզի դառնալ, հնազանդիլ քեզի եւ շարունակել մեր կյանքը այն հավատքով, որ քու Սուրբ Հոգիով ըդ կընդունենք։ Ով դեր գաղութենք, որ այս պաշտամունքի բահը քու ցերկերուտ մեջը լա առաջնորդես մեզի։ Նաեւ գաղութենք իրարու համար, մեր պետքերուն համար ով դեր, որտուն օգնության հաստին սյուրականչուրիս։ Ամեն մեկուս պետքը թուն լավ գիտես, շատերս պետք ունենք ֆիզիկական բժշկության, շատերս պետք ունենք իմաստության, շատերս պետք ունենք առաջնորդության եւ մեր պետքերը զանազան են։ Անոր համար այս արավոտ կուտուրդ կզարնենք ով դեր Եգուր եւ ցերկդ երկարե այն հիվանդներուն վրա, որոնք գարիք ունին բժշկության։ Ցերկդ երկարե ով դեր եւ զորացուր իրենց մարմինները։ Բժշկությունը դրե ով դեր եւ առողջություն դուր։ Գաղութենք իրարու համար եւ մանավանդ մեր ընտանիքներուն համար, որ բոլորին բահաբան եւ պաշտպանը լաս։ Բահես յուրաքանչյուրը ամեն տեսակի փորձութեն է, ամեն տեսակի սայթակում է, ամեն տեսակի հիվանդութեն է, ամեն տեսակի ցախողութեն է։ Բոլորին ով դեր հովանի լաս, քու հրեշտակներովդ բահաբան եւ պաշտպանը լաս դեր։ Հիշե մեր մեջ եղող աշակերտները, որոնք դպրոցական են կամ ավելի բարձր համալսարանական են։ Գաղութենք, որ անոնց ով դեր հովանի լաս, անոնց բահաբան եւ պաշտպանը լաս։ Ամեն տեսակի չար ընկերակցութեն է, ամեն տեսակի խաբեութեն է։ Եվ օգնես իրենց ով դեր, որ իրենց մեջ ցանված խոսքը արադավես բդուղ բերե։ Գաղութենք ով դեր աշխարհի խաղաղության համար։ Այս աշխարհը ով դեր, որ հերու է քեզվե։ Տեղ ու տեղեր գլսենք պատերազմներ եւ խանգարումներ։ Ուրիշ տեղեր գլսենք փոթորիկներ, ուրիշ տեղեր գլսենք երկրաշարժեր։
Գաղութենք ովքեր որ այցելություն ունես այս աշխարհի մարդկությանը եւ սրտեր ովքեր քեզի դարձնես։ Մարդոց մեջ են վերցնես ադելությունը, վերցնես հագարագության հոգին, վերցնես հբարդությունը, անոր դեղ ովքեր ցանես հեզությունը եւ խոնարհությունը, հնազանդությունը եւ հավատարմությունը, ովքեր աշխարհին խաղաղություն շնորհե։ Գաղութենք մեր ժողովրդին հայ ժողովրդին համար, Հայաստանի եւ Սփյուռքի համար ովքեր որ այցելություն ունես մեր ժողովրդին, բահես եւ աշխարհես ամեն տեսակի երևելի եւ աներևույթ թշնամիներն։ Օգնես ովքեր որ մենք իբրև մեկ ժողովուրդ կարողանանք հնազանդիլ քեզի եւ քու խոսքիդ, հավատարիմ լալ դեր քու բադվիրաններուդ։ Գաղութենք ովքեր որ մեր երկիրը Հայաստանը խաղաղության մեջ պահես, իմաստություն շնորհես բոլոր առաջնորդներուն, որովհետեւ խոնարհությամբ երկիրը կառավարեն։ Գաղութենք Կանադայի համար, կառավարության համար, առաջնորդներուն համար, որ յուրաքանչյուրին իմաստությունը տաս, որովհետեւ այս երկիրը խաղաղության մեջ առաջնորդեն։ Ովքեր մնացած բահը կհանձնենք քեզի, ինչպես օգնեցիր մեզի սկսելու այս պաշտամունքը, նաև գաղութենք, որ այնպես ալ ավարտենք ովքեր, քո անունդ փառավորելով եւ մեծարելով։ Այս շաբաթը կհանձնենք քեզի, թուն մեզի բահաբան պաշտպան եղիր, հովանի եղիր, եւ քո առաջնորդությանդ մեջ մեզի դարովներ։ Թող քո գամքը դլա, ամեն բանի մեջ քո սուրբ եւ բադվական գամքը դլա։ Փառքը, բադիվը, երկրպագությունը գվայլի քեզի։ Ալելույա։ Ամեն։ Կարոզեն առաջ մեր երկեցողությունը բիդելա 141-րդ երկը, փրկչին եկեք, ող մի ուշանակ։ Փրկչին եկեք, ող մի ուշանակ, փած է ճամփան սուղ է ժամանակ, մեր մեջ կայնած ցայնով քաղցրալուր, գցե ինձի եգուր, ո ինչ քաղց պիտի լարջվանք, երբ փրկիչ քեզի հետ միանանք, եւ այելենք դեմքիդ լույսն անշեջ, մեր երկնային տան մեջ։ Անիրավերն գլուղ է ամենուն, իր կուտնան փավ է եւ սերն անհուն, զայն մեր ընտրյալ փրկիչն անվանենք, մի վարանիք եկեք, ինչ քաղց պիտի լարջվանք, երբ փրկիչ քեզի հետ միանանք, եւ այելենք դեմքիդ լույսն անշեջ, մեր երկնային տան մեջ։ Նա մեր մոտ է այսօր մանավանդ, անցանք ցայնին լանք նազանք, մենք ալվերքնենք հրավերն սիրալուր, դեն գգանչե եգուր, ինչ քաղց պիտի լարջվանք, երբ փրկիչ քեզի հետ միանանք, եւ այելենք դեմքիդ լույսն անշեջ, մեր երկնային տան մեջ։
Դարձար բարելույս սեր բոլորին, Աստծո շնորհքը մեր բոլորին հետ է իր խոստումին համաձայն։ Երբ որ Աստված գխոստանա, գգադարե, ասիկա իր բնությունն է։ Եվ մինչ այստեղ հավաքված ենք, գհավատանք, որ երբ կբաշխենք Աստված, ինքը գայցել է մեզ եւ գխոսի մեր սրտին եւ իր շնորհքները գուտա։ Եվ մենք Աստուծո դված այս շնորհքներով կփոխվենք, անգլերեն գսեն transform գլանք, մեկ վիճակի ուրիշ վիճակի ելանք, կփարելավվենք։ Անոր համար կարևոր է Աստծո դունը գալ, իր տանը մեջ հավաքվել, եւ անոնք, որոնք դժվարություն ունին, շատեր մեզի հետ կհետևին Facebook-ի վրա եւ YouTube-ի վրա, բայց կարևորը այն է, որ կարողանանք մեր սրտերը, մեր մտքերը բացելան Աստծո խոսքին առջև։ Երբեք եղած է կյանքիդ մեջ, որ նամակ սկսած ես գրելու եւ որոշ դերմը հասած ես եւ անգամ եւս կարդացած ես նամակը եւ յետքը միտքդ փոխած ես եւ չնչած ես եւ սկսած ես նորը գրել։ Որովհետեւ գարկը նախատասություններ, որ գրեցիր, դերևս չի հավնեցար կամ ուզեցիր քիչ ավելի լավը գրել։ Երբեք եղած է, որ ջամփայել արդեղը ուզեցիր երթալ եւ քացած ադենդ միտքդ փոխեցիր եւ յետնում վերադարձար կամ ուրիշ տեղ կացիր։ Մեր կյանքի մեջ բնական վիճակ է ասիկա, որ փամը կսկսենք եւ միտքերնս կփոխենք եւ կթատրինք ընելը։ Ըլլա դիգա լավ բան, ըլլա դիգա վատ բան։ Բայց մարդկային է, բնական է, որ կյանքի մեջ ընթացքի մեջ մեր միտքը փոխենք։ Հիսուս Երուսաղեմ գմտնե եւ դաջար երթա եւ գմաքրե դաջարը այդ բոլոր վաճառական մարդոցմե եւ անգամ եւս գրոնավոր մարդոց, ինչպես հայերենով գսենք, չիղերուն հետ կխաղա, գկրկրե իրենց։ Եվ այդպես կուքան Հիսուսի Երուսաղեմ մտնել են, վերջ ասեմ, որ ասիկա իր խաչելութեն են մեկ շաբաթ առաջվա մուտքն է եւ արդեն քանի օր վերջ պիտի խաչվի, կրոնավորները գուքան եւ իրեն գսեն ինչ իշխանությունով գնես այդ բոլորը։ Ով դվավ քեզի այս իշխանությունը։ Եվ Հիսուս ինչպես շատ անգամներ հարցումով մը կպատասխանե։ Եվ ասիկա լավ ստրատեգի է, գնանք ասիկա կործածել նաեւ մեր կյանքին մեջ։ Հարցումի մտիմաց հարցումով պատասխանել։ Գսեք ես արծեզի հարցում հարցնեմ։ Հովաննեսի մգրդությունը, Հովաննես մգրդիչ Աստուծմե եկած է, թե մարդոցմե։ Հիմա ասիկա շվարցներիք հարցում մնե, այնպես որ գլորավոր մարդիկը փարիսեցիները գշվանին ինչ պիտի պատասխանեն։ Եթե ասենք այո, Հիսուս այն ժամանակ պիտի պատասխանե, պիտի ասել լավ, ինչու չի հավատացիք։ Եվ եթե ասենք ոչ, ժողովուրդը են գվախտանք, որովհետև ամբողջ ժողովուրդը գնդունի, որ Հովաննես մգրդիչ Աստուծմե եկած է, ուրեմն ասենք չենք գիտեր։ Եվ Հիսուսալ պատասխանեց, քանի որ դուք չեք գիտեր, ես արծեզի չեմ ասեր։ Լավ դիլ մըրավ հետերնին։ Եվ հոս չի վերջանար այս երկխոսությունը, Հիսուս ճիշտ այս վարյանին արագ մը գպատմե։ Եվ այս արագը գոչվի երկու որդիներուն արագը։ Ուրեմն արագը հետևյալն է, հայրը, որ այքի մը ունի, եւ երկու որդիներ ունի։ Գուքա մեկ որդին գսե, քնա այսօր այքիս մեջ աշխատիր, կործե։ Եվ դղան գսե չեմ երթար։ Եվ որոշ ժամանակ մի հետ միտքը գփոխե եւ գերտա։
Հայրը գերտա երկրորդ որդին ալ գսե քնա այսօր այքիս մեջ աշխատիր եւ դղան այս անգամ գսե երկրորդ տղան գերտամ բայց յետքը միտքը գփոխե եւ չեր տար հիմա Հիսուս այս նույն մարդոց կհարցնե եւ գսե ով գադարեց իր հորը գամքը անշուշտ առաջինը գսե ճիշտ այնպես շատ մեղավորներ շատ մարդիկ որ ինձ մե հերույ են անհնազանդ են անոնք միտքերնին փոխեցին եւ հնազանդեցան բայց դուք որ խոստում գադարեցիք դուք չի հնազանդեցաք հիմա այսօր մենք այս արագը պիտի սերդենք եւ լավ լուրը այն է որ այս արագը երկու գիրագիներով վրա պիտի խոսենք քանի որ երկու որդիներ կան երկու գիրագիներ պիտի արդենք հիմա եթե 3 որդի լավ դերևս 3 գիրագի արդենք բայց երկու գիրագիներ այսօր պիտի խոսենք առաջին որդին բարական որը սավ չեմ երթար բայց յետքը միտքը փոխեց եւ քնած ուրեմն ցեսի կհրավիրեմ որ քալ գիրագի ալ ներկա լակեվանոտ որոնք մեզի հետ են որովհետեւ քալ գիրագի ալ խոսենք երկրորդ որդին բարական որը սավ չեմ որը սավ գերտամ բայց չի քնած այնպես որ մի փախցնեք այս երկու հետաքրական եւ հաջելի քարոզները ուրեմն այս արագին ընդմեջեն Հիսուս մեջտեղ գահանե դարբերությունը դուրսի գրոնական գեցվածքին եւ ներքին փոփոխության եւ հնազանդության երկու դարբեր վիճակներ մեկը ըսավ ոչ եւ քնած մյուսը ըսավ այո գերտամ բայց չի քնած հավանաբար մենք ալ անցած կլանք այս բարականերն որ գարկմը հրավերներու ոչ կսենք եւ այդ կմիտքերնից կփոխենք եւ երթանք իսկ գարկմը հատեներ խոստումներ կգադարենք բայց չենք կադարել զանոնք չենք կներ զանոնք բնական երևույթներ են բոլորս բադանի եղած ենք բադանիած եղած ենք բադանի տարիքի եղած ենք բադանիներուն կյանքին մեջ շատ հրճագավոր է ոչ բարը չեմ աներ չեմ ուզեր անել գիտեք բայց յետքը կտեսնես ծնողքին որոշ միջամտություններով ըստիբումներով բադիժով խրադով խոստումով միտքերնին կփոխեն շատ անգամներ մինակնին միտքերնին կփոխեն թունալ կզամանաս եւ հանգարց կսկաս որ Աստծո շնորհքը գաշխատի գոր իրենց մեջ միտքերնից կփոխենք ուրեմն մեր համաձայնության համեմատ եկեք խոսենք այսօր առաջին դղուն բարական եւ այսօր այդպես վերջացնենք անգամ եւս կուզեմ գարտալ այս դղուն բարական Հիսուս կսե ինչպես կերևնացեցի մարդ մի երկու որդի ուներ առաջինին ըսավ որդյակ քնա այսօր այքիս մեջ կորձե անիգա պատասխանեց չեմ ուզեր երթալ բայց յետքը զղջաց եւ քնած հայրը որ այքի մունի հավանաբար հանկիստ էր վիճակով եւ կորձը շատ էր հավանաբար աշխատողներ գային բայց քանի որ ատկայն արդյունք տված էր գրնալալ որ խնդրեց որ իր զավակը երթա եւ այքին մեջ կորձե չեմ երթար ոչ չեմ ուզեր ասի ինչի նշաններ է նշանները ըմպոստության նշան մնե մերժումի նշան մնե ընտիմության նշան մնե թիմատրող ըլլալու նգարակրի այս բոլոր բարերը որ հիշեցի ժխտական բարեր են
ըմբոստություն, rebellion, մերժում, refusal, ընդդիմություն, resistance, եւ այլն, եւ այլն։ Ժխտական գեցվածքներ, որ մարդ արարած իր մեջը գունենա։ Եվ ասոնք, ով կներկայացնեն։ Հիսուս այն ժամանակ ասա, որ ասոնք կներկայացնեն մեղավորները։ Կներկայացնեն այն մարդիկը, որ Աստծո հերու են։ Կներկայացնեն այն մարդիկը, որ անհնազանդ են, որ մեղքի մեջ են, որ Աստուծո խոսքեն հերու են, անոր պատվիրանները չեն կատարել։ Ինչու՞։ Թերևս հպարտության պատճառով, թերևս աշխարհը սիրելու պատճառով, թերևս իրենց մեջ վախ մգա, թերևս իրենց մեջ վիրավորանք մգա, թերևս իրենց մեջ փարգություն մգա Աստուծո հանդեպ եւ որոշած են ոչ ասել։ Օտար բաներ չեմ խոսիր, որ բարականեր, որ 2000 տարի առաջ են, այլ բարականեր են, որ հիմա ալ կտեսնենք եւ կա։ Այս ինտիմության հոգին, ոչ ասելու հոգին, անհնազանդության հոգին, կտեսնենք այսօր մեր շուրջը։ Կտեսնենք մեր ընտանիքներու մեջ։ Շատ անգամ նաև կտեսնենք մեր մեջ։ Մարդ ենք, մարդու մասին է խոսքը։ Եվ քանի որ մենք բոլորս մարդ ենք, այս իրականությունները նաև կան եւ գոյություն ունին մեր մեջ։ Մեր մեջ ալգա հբարդությունը։ Մեր մեջ ալգա եսը։ Մեր մեջ ալգա աշխարհասիրությունը։ Մեղքը։ Պետք չունիս չանք տապելու, որ մեղք գործես։ Հիսուսը ասա, որ մեղքը ուրգերը սկսի մտքին մեջ են։ Պետք չունիս փամ մընելու, որ մեղք գործես։ Մտածումիդ մեջ են արդեն մեղքը գրնաս գործել։ Այդքան բարձր է քրիստոնեական կյանքի, ասենք, այն կյանքի վիճակը, այն համոզումներ, այն կյանքի ցևը, որ Հիսուս տրավ, այն մագարտակը, standard, այդքան բարձր է։ Որովհետև Հիսուս ցույց տվավ, որ այդքան ալ մենք գարիք ունենք փրկիչը, որ կարող է լա մեզի փրկելու այդ վիճակին։ Բայց ուր եղավ դարձը։ Գսե Աստծո խոսքը որդին ետքը զղջաց եւ քնած։ Չեմ երթար եւ քնած։ Ինչ կար մեջտեղը զղջումը։ Զղջումը Աստծո հոգիի ներկործությունն է, որ հավատացյալի կյանքի մեջ կգործե, մարդու կյանքի մեջ կգործե, որովհետեւ մարդուն դարձի բերե, միտքը փոխե։ Առանց զղջումի, առանց խոստովանանքի, առանց մեր վիճակին անդրադառնալու մենք կարող չենք փոխվել։ Մենք կարող չենք Աստծո դառնալ։ Անիկա փոխեց իր մտածումը, փոխեց իր միտքը, որովհետև անդրադարձավ իր սխալ ընթացքը։ Ճշմարիտ դարձը, ճշմարիտ ապաշխարությունը գարաչնորդ է մեզի ճշմարիտ հնազանդության։ Թե ոչ ամեն ինչ fake է, ամեն բան գեղձ է, գեղձիկ է։ Եվ Հիսուս շատերու գոչեց գեղձավորներ։ Անոնամար զղջումը եւ դարձը ներքին գործ է։ Այդպես կսկսի, խոնարհելով կսկսի։ Մենք մեր մասին մտածելով կսկսի։
Եվ այս բոլորի մեջ Աստված գսպասե։ Գտեսնենք, որ հայրը լուր է, չի կար և չի հանդիմաներ դղուն, որ խոստացար, այսինքն ըսիր, որ չես ուզեր երթալ և ես պամը չրի քեզի, և ես լուր գեցա, բայց տուն քեզ մե միտքդ փոխեցիր։ Աստված խոսքերեն ավելի գնայի մեր կործերուն։ Աստված շատ հետաքրքրված չէ մենք ինչ կխոսինք, այլ հետաքրքրված է մենք ինչ գնենք։ Գնանք շատ բաներ խոսիլ։ Ես այստեղ են գնամ շատ բաներ խոսիլ։ Բոլորս շատ բաներ գնանք խոսիլ։ Իրանու հետ շատ բաներ գնանք խոսիլ, գնանք խոստանալ, խոստումներ կատարել։ Բայց ինչ գնենք, ադիգա է կարևորը և ադիգա է էականը։ Աստծո խոսքի մեջ կգարտանք, որ Աստված Հովնանին հրավիրեց, պատվիրեց Նինվե երթալու և քարոզելու, բայց անիկա իր մտքին մեջ թադաստան դերսավ և ըսավ այդ մարդիկը արժանի չեն Աստծո դառնալու։ Պատմությունը գիտենք, նա վարավ և հագարակ ուղղությամբ գնաց, իր գլուխեն հայերենով ասենք ինչեր չանցավ, մինչև որ զղջաց իր ռածին և Աստված իր ջամփովը զինք ետ վերադարձուց։ Միտքը փոխեց, բիդի չեր տար, բայց քնաց և ամբողջ Նինվե քաղաքը քարոզեց և քաղաքը ամբողջությամբ դարձի եկավ։ Անարակ որդին իմ բաժինս ինձի դուր, գիտեք ինչ ըսավ ցևովը, իր հորը ըսավ քեզի հետ չեմ ուզել ապրիլ այլևս, քեզի հետ պիտի չապրիմ այլևս։ Եվ այդպես ավ, դունը ցիկեց և քնաց։ Գլուխեն ինչեր չանցավ, մինչև որ զղջա իր ռածին։ Մենք հայերը սկսենք, քիթը քեդին քսվեցավ, չէ՞, որ սորվեցավ։ Եվ ըսա որ չէ, սխալ էր ես իմ հորս տունը ցիկեցի։ Ետ պիտի վերադառնամ։ Մտքի փոփոխությունը, զղջումը, անցրադառնալը, որ քու ընթացքը սխալ է։ Այս որդին, անարակ որդին բարական աշխարհը սիրեց, մեղքը սիրեց, երթամ և ազատորեն մեղքը վայելեմ։ Պետրոս չեմ ճանչնար Հիսուսի ըսավ։ Չեմ ճանչնար, չեմ գիտեր ով է։ 3 տարի ավելի է հետը լալեն ետկսավ այս մարդուն ես չեմ ճանչնար ով է։ Եվ 3 անգամ։ Մինչև որ Աստծո խոսքը գսե, երբ որ ակլորին ցայնը լսեց, այն ժամանակ միտքը բերավ, դուրս ելելով զղջաց և թարնաբես լացավ։ Պետրոսի բարական վախն էր։ Պատճառները շատ են։ Ոչ ըսելու Աստուծո պատճառները շատ են։ Ամեն մեկս յուրաքանչյուրս պատճառ մգրնանք ունենալ։ Եվ ասիկա իրական է մեր յանքի մեջ։ Հազարավոր միլիոնավոր օրինակներ կան։ Թերևս մենք ալանոցում ենք, որ ադենին ոչ ըսինք, բայց ետքը անդրադարձանք, զղջացինք և դարձի եկանք։ Թերևս ուրիշներ ալ դագավին այդ ընթացքին մեջն են, որ ոչ ըսելը բնական կյանքի ցև եղած է իրենց մեջ։ 4-րդ դարուն մարդ մգար անունը Օգոստինոս, որ ուսյալ դղա էր, խելացի էր, բայց Աստուծմե հերու էր։ Իր մայրը Մոնիկա այդքան աղոթեց իր դղուն համար։ Եվ այս տղան սկսավ մտի գնել եպիսկոպոսի մկարոզներում Ամբրոզ անունով, Իտալիո մեջ, Միլան,
Մտի գնել է վերջ աստվեցավ անոր քարոզներն։ Զանազան ճամփաներ ընդրած էր փիլիսոփայության եւ այլն։ Բայց ոչ մեկ բան իր սրտի մեջ խաղաղություն ցկած էր։ 31 տարեկանին Աստված խոսեցավ իր սրտին։ Եվ այդ բոլոր դարիներու ոչը եւ իր մորը հրավերին դարիներու ոչը այդ վարյանին, այդ օրերուն իր սրտի մեջ խորունկ դարձում ունեցավ։ Մգրդվեցավ։ Եվ այսօր Օգոստինոս գհամարվի մանավանդ արևմտյան եկեղեցու ամենամեծ աստվածապաններեն մեկը, ամենամեծ թեոլոգիստներեն մեկը, Օգոստին, իր պատմությունը գրեց իր գրքի մեջ Confessions, խոստովանանքներ, գտնակ կարդար, շատ գեղեցիկ գիրք է։ Գրեց ուրիշ գիրք City of God, բացատրելու, որ ինչպես Աստծո քաղաքը մնայուն է։ Ուրիշ գիրք գրեց Unquestioned Doctrine, քրիստոնեական աստվածապանության մասին։ Եվ ամենահետաքրքրական գիրքերեն մեկը եւ part գիրքերեն մեկը On the Trinity, Սուրբ Երրորդությունը բացատրեց։ Գրեց 100-ը ավելի գիրքեր, 240-ը ավելի նամակներ եւ 500-ը ավելի քարոզներ։ Այն երդասարտը, որ մերժեց Աստծո հնազանդել, բայց ետքը այո ասավ։ Իր մայրը մեծ թեր խաղցավ։ Մորմը աղոթքները, որքան կարևոր են, մորմը աղոթքները Աստուծոքով շատ ավելի շուտ կհասնի։ Անոր հայրը ցեզի չեմ ասել որ մի աղոթեք ձեր զավակներուն համար, ես անոնց մեկը եմ։ Բայց մորմը աղոթքները շատ մեծ աստեցություն ունեն։ Անոնը մարսիելի մայրեր, ձեր աղոթքները մի տատրեցնեք, ձեր զավակներուն համար, ձեր սիրելիներուն համար։ Երբ մգա որ շատ հրճագավոր է եւ մենք քրեթե միշտ կլսենք, անգլերենով է։ Amazing Grace, կա որ մեկը չգիտե այս երգը։ Amazing Grace։ Ամեն մարդ գիտե, շատ հրճագավոր երգ է։ Քրողը Ջոն Նյուտոն։ Այս մարդը Աստուծո գմերժեր։ Ծնած է Լոնդոն 1725 թվականին եւ նավավարիմը որդին է, իր հայրը նավավար էր, նավ գքշեր։ 6 տարեկանին իր մայրը գործընծուց։ Մայրը հավատացյալ էր։ Եվ ես անձնական հավատք ունիմ, որ գաղութեր իր զավակներուն համար, բայց 6 տարեկան եղածադեն իր մայրը գործընծուց եւ ինք ապրեցավ շատ ըմփոստ կյանքը, rebellious։ Մասնակցեցավ անգլիական բանակին մեջ եւ իր վարմունքի հետևանքով զինքը բաճեցին եւ դուրս վդարեցին բանակեն, դուրս ելավ բանակեն եւ սկսավ աշխատել իր հորը կորձը, նավավարությունը եւ այլն, բայց այս անգամ ոչ թե ապրանք կդաներ գբերեր, այլ քերիներ գարներ ապրիգեեն եւ գբերեր։ Սկսավ աշխատել քերի փրնելու կորձին մեջ, այդ բիզնեսին մեջ, 23 տարեկանին։ Օրմը նավավարության ընթացքին իր նավը մեծ փոթորիկի մը բռնվեցավ։ Եվ ինչպես կսենք մազ մնաց, որ նավը պիտի ընկրմեր։ Եվ այդ դարաբանքի մեջ սկսավ աղոթել. Ով Աստված, ողորմ է մեզի։ Ով Աստված, ողորմ է մեզի։ Շարունակապար աղոթեց։ Աստված լսեց իր աղոթքը։ Եվ ազատեց իր կյանքը եւ անոնք, որոնք նավուն մեջն էին։ Եվ ասիկա եղավ իր առաջին քայլը։ Բայց ժամանակ առավ հետը, մինչև որ կարողանա ավելի խորաբես մտնել քրիստոնեական հավատքի մեջ։ 29 տարեկանին ցիկեց
իր այս նավավարության կորձը եւ քերի քնելու եւ ձախելու աշխատանքը 29 տարեկանին նվիրվեցավ հավատքի եւ սկսավ սերդել Աստծո խոսքը 39 տարեկանին Anglican եկեղեցու զարայողներեն մեկի եղավ հովիվներեն մեկի եղավ եւ սկսավ քարոզել Աստծո շնորհքին մասին իր հիմնական նյութը Աստծո շնորհքն էր God's grace իր բոլոր քարոզներու մեջ կհիշեր Հունվար 1 1773-ին երբ ինքը 48 տարեկան էր առաջին անգամ լալով հունվար 1-ին առաջին այդ տարվա պաշտամունքին այս երգը երգեց Amazing Grace Եվ ադիգա եղավ սկիզբ այս երգին Մարդը որ դարիներով ոչը սած էր դարիներով մերժած էր Դերմը հասավ, որ անդրադարձավ իր մերժումը, սխալ ընթացք մնե։ Թարցի եկավ։ Թեպետ ոչ անընդհատ, ասենք, վարգյանական ժամանակի մեջ, բայց սկիզբ ունեցավ եւ ադիգա ընթացքային եղավ իր մեջ։ Եվ գրեց այսօր աշխարհի գոմե ամբողջ աշխարհի գոմե փոդորի գոմե սիրելի եւ լսված երգը Amazing Grace։ Որում մեջ կհիշե իր մեղավորը լալը։ Որում մեջ կհիշե իր գարիքը, փրկիչիմը գարիքը, որում մեջ կսե ես քերի եի եւ հիմա ազատ եմ, որում մեջ կսե ես մեռած եի եւ հիմա գենտանի եմ, ողջ եմ։ Ահա ուրիշ օրինակը, որ դարիներ ոչ ասավ, բայց յետքը միտքը փոխեց եւ քնած։ Դերևս այսօր մենք այդ վիճակի մեջ ենք։ Կամ էինք թեգուս Դերևս անոնք որոնք մեզի գլսեն մտիկ կնեն մեզի հետ կմիանան այդ վիճակի մեջ լան որ դարիներով ոչ կսենք գմերժենք ինչ պատճառներով բայց Աստծո խոսքը մեզի գսե հիմա է ժամանակը վաղը չէ ժամանակը քալամից չէ քալդարի չէ 5 տարի վերջ չէ 10 տարի վերջ չէ հիմա է ժամանակը որովհետեւ կարողանանք այդ ոչը վերջացնել եւ նոր սկսել Աստծո հետ Աստված ողորմած է անիգա թակավոր է Աստված նաեւ թադավոր է երկինքի մեջ թադավարություն մի դիանե հիմա մենք իր սերը գվայրենք հիմա մենք իր ողորմությունը գաբրինք բայց ժամանակ ու կա որ Աստծո թադավարությունը մի դեսնենք Արդյոք տագավին մերժենք իր խոսքը Արդյոք տագավին մերժենք իր հրավերին եւ ոչ ասենք ոչ պիտի չի կործեմ ոչ պիտի չերտամ Աստված ինչ կխնդրեք որ քեզ մի այսօր Բողոսալակյալ չեղած կմերժեր եւ հավատացյալներ գմերցներ կփանդարգեր կչարչարեր Մինչև որ դերը հանդիպեցավ իր ճամփուն վրա Եվ ցիեն ինգավ իր հբարդութենեն ինգավ եւ ասավ դեր ինչ կուզես որնեմ Եվ այդ հարցումը իր կյանքը փոխեց իր միտքը փոխեց իր ընթացքը փոխեց ինչ կուզես որնեմ ինչպես կուզես կյանքիս մնացած օրերը մնացած տարիները ապրիմ ինչ կուզես որնեմ Ինչպես կուզես վերջացնել քո կյանքդ Ինչպես կուզես քո կյանքիդ մնացած ժամանակը օրերը, շաբաթները, ամիսները, տարիները, չգիտեմ Ինչպես կուզես ապրել եւ ինչպես կուզես վերջացնել Շաբթվա սկիզբը Բադվերի Բզդիկյանին այցելեցի Ձեզ մեջ շատերը գիտեք որ ինքը հիվանդանոց է արգածի պատճառով Դագավին 20 երկվարգյան չեր անցած մեր խոսակցությունը եւ ինձ եսավ ես պատրաստ եմ Եթե Աստված ինձ պիտի կանչե ես պատրաստ եմ Միտքիս մեջ էսի երադի ես կարել այդ խոսքը ասել Դերը
կհրավիրե մեզի։ Տերը կհրավիրե մեզի ասելու պատրաստ ես։ Պատրաստ ես հանդիպումի։ Եթե դակավին ոչ կսես որ երբ պիտի փոխես միտքդ, երբ պիտի դառնաս ինձի։ Հարցումը նույնն է, պատվերը նույնն է այսօր։ Տերը նույնը գսե, ինչպես հայրը այդ երկու որդիներուն ասավ, նույն բանը մեզի գսե։ Քնա այքիս մեջ աշխատիր, քնա այքիս մեջ գործե։ Կյանքդ ապրիր այնպես ինչպես ես կուզեմ որ ապրիս։ Հնազանդ եղիր ինձի։ Եվ մենք ինչ կսենք։ Մեր պատասխանը այո թողնա եւ ամփոփող այո թողնա։ Եթե շատերս ոչ կսենք ժամանակն է որ մեր միտքը փոխենք։ Եվ ասենք սխալ գերվով մնացեցի։ Թող Տերը օրհնե մեզի, զորացնե, այն սիրտը դա, այն շնորհքը դա, որ կարողանանք միշտ այո ասել Աստծո։ Մի մորնակ, եկող շաբաթ, եկող գիրագի, երկրորդ տղու մասը մի խոսենք։ Այո գերտամ, բայց չի գնաց։ Եվ տեսնենք Աստված ինչ պիտի ասե մեզի այդ երկրորդ որդին օրինագին միջոցով։ Եկեք աղոթենք։ Ողորմած Աստված, քեզի գուքանք։ Գիտենք ով է որդում մեր հայրն ես, դու մեր Աստվածն ես։ Որքան որ մենք հբարդանանք եւ ոչ ասենք, բայց ցուն դակավին գսիրես։ Ցուն դակավին ողորմած Աստված ես։ Անոնոմար քո արչեւդ կուքանք այս արդուդեր։ Մեր անձը քննելով եւ մեր անձը քո արչեւը տնելով եւ ասելով քեզի քննե մեզի ով դեր։ Նայիր եթե չար ջամփաներու մեջ ենք։ Նայիր եթե դակավին ոչ կսենք որտեր։ Մեր սիրտը քեզի դարձուր։ Իմ սիրտս քեզի է ով Աստված։ Քեզի գուքանք բոլորս եւ գսենք ով դեր քեզի գուզենք հնազանդիլ։ Թեպետ ադենը ոչ ասենք, թեպետ ադենը մերժեցինք։ Բայց հիմա այսօր այս վարյանին գսենք այո դեր։ Գզղճանք մեր վիճակին համար։ Դարձի գուքանք կխոստովանենք եւ գիտակցենք մեր մեղավորը լալը։ Եվ գիտենք որ տուն բազումողոր Աստված ես։ Որ քեզի եկողին չես մերժեր։ Մեղավորին աղոթքը չես մերժեր ով դեր։ Դարձի եւ ապաշխարության աղոթքը չես մերժեր։ Ողորմե մեզի ով Աստված։ Քու արատ ողորմությանդ համեմատ։ Փառքը լա քեզի, քու սիրույթ համար, քու հավիտենական սիրույթ համար։ Շնորհակալ ենք քեզ մե։ Ամեն։ Մեր սիրող նվերները Աստծո տանք։ Դերունական աղոթքով մի վերջացնենք մեր պաշտամունքը, ոտքի ելանք։
Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղիսի անուն քո, եկես է արքայություն քո, Եղիսին կամքո, որպես երգինս երգրի, ցած մեր հանաբազոր, դուր մեզ այսօր, թող մեզ զբարդիս մեր, որպես եմեկ թողուք մերոց արդաբանած, մի դանիր սմեզի փորձություն, ահալպր գյայի չարեն, զիքո է արքայություն և զորություն և փառք Հավիդյանս և հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը, Հոր Աստուծո անպատմելի սերը և Օգնույն Սրբո հաղորդակցությունը և բահաբանությունը մեր բոլորին հետ լա, որպեսզի կարենանք անոր խրգած դեղը երթալ, անոր այո ասել, անոր հետ միասին ապրիլ և կործել և վկայել։ Ամեն։